Սիրելի հետևորդներ, ահա եւ հասանք այն կետին, որին սպասում էինք ամիսներ շարունակ։ Հարսնաձորի լեգենդը սերիալի մեծ, էմոցիոնալ ու արցունքոտ ֆինալն արդեն մեր էկրաններին է, եւ վերջին սերիան խոստանում է տալ բոլոր հարցերի պատասխաններն ու վերջնականապես վերականգնել արդարությունը։ Նախորդ դրվագի սարսափելի ողբերգությունից, Սաքոյի հերոսական զոհաբերությունից ու Նարեի չծնված բալիկի կորստից հետո թվում էր, թե չարը հաղթանակեց։ Սակայն իմ վերլուծությունը հուշում է, որ ճակատագիրն ունի իր դաժան, բայց միանգամայն արդարացի դատաստանը գլխավոր հանցագործի՝ Արմոյի համար։ Արմոն, կարծելով, թե իր կեղտոտ ծրագիրն աշխատել է եւ ինքը վերջնականապես ոչնչացրել է Ադամյանների կայսրությունը, փորձելու է իրագործել իր փախուստը երկրից, տանելով իր հետ հափշտակված գումարները։ Բայց նա մի կարևոր բան հաշվի չի առել։ Հորը եւ ապագա զարմիկին կորցրած Վրամն այլևս կորցնելու ոչինչ չունի եւ վերածվել է անողոք վրիժառուի։ Ես կանխատեսում եմ, որ Վրամը, օգտագործելով իր վերջին կապերն ու միավորելով ուժերը իրավապահների հետ, կգտնի Արմոյի փախուստի գաղտնի ճանապարհը հենց սահմանը հատելուց կամ օդանավակայան հասնելուց անմիջապես առաջ։ Նրանց միջև կկայանա վերջին մահացու բախումը լքված մի տարածքում կամ բարձունքում։ Արմոն, տեսնելով, որ շրջափակված է եւ հասկանալով, որ բանտում իրեն ուղակի դժոխք է սպասվում, անձնատուր չի լինի։ Կուրացած իր ագահությունից ու փորձելով մինչև վերջ ամուր պահել փողերով լի պայուսակը, նա կդիմի ծայրահեղ քայլի, բայց ճակատագրական սխալ թույլ կտա։ Վրամի հետ փոխհրաձգության կամ քաշքշուկի ժամանակ Արմոն կկորցնի հավասարակշռությունն ու կգահավիժի բարձրությունից։ Նա կգտնի իր վախճանը ամենադաժան ու խայտառակ մահով, գրկած այն անիծված փողերը, որոնց համար արյուն թափեց եւ որոնք քամին պարզապես կցրի օդում։ Սա կլինի արդարադատություն այն հրեշի նկատմամբ, ով ավերեց այսքան կյանքեր։ Իսկ հիմա գանք մեր պատմության ամենահուզիչ ու խորհրդանշական հատվածին։ Հայկի եւ Նարեի հանդիպումը Սյունիքի լեռներում, խորհրդավոր Հարսնաձորում պատահականություն չէ։ Սա այն վայրն է, որտեղ սկիզբ առավ արյունալի վենդետան եւ հենց այստեղ էլ պետք է դրվի դրա վերջակետը։ Նարեն, փախչելով իր անտանելի ցավից, գնացել էր այնտեղ հրաժեշտ տալու իր անցյալին ու միգուցե նաև կյանքին։ Սակայն շրջվելով ու տեսնելով Հայկին, ով եւս եկել էր իրենց սիրո ակունքները, Նարեն կհասկանա մի պարզ ճշմարտություն։ Այս ահռելի վիշտը հնարավոր է հաղթահարել միայն միասին։ Հարսնաձորի լեռներում նրանց լուռ հայացքները կդառնան նոր մեկնարկի խոստում։ Նրանք կներեն միմյանց, կընդունեն Սաքոյի մեծագույն զոհաբերությունն ու հանուն նրա հիշատակի ընդմիշտ կփակեն թշնամանքի էջը։ Սերիալը կավարտվի հույսի լուսավոր նոտայով։ Վրամն ու Սոնան կսպասեն իրենց բալիկի լույս աշխարհ գալուն, որը վերջնականապես կմիավորի Աբոյին եւ Անիկին։ Իսկ Հայկն ու Նարեն նորից կբռնեն միմյանց ձեռք, դուրս գալով այս խավարից որպես մեկ անբաժան ամբողջություն։ Ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, արդյոք Արմոյի նման դաժան մահը բավարար հատուցում է նրա գործած բոլոր մեղքերի համար։ Եվ հավատում եք, որ Հայկն ու Նարեն կկարողանան գտնել ուժ, նորից երջանիկ լինելու եւ նոր կյանք սկսելու այսքան կորուստներից հետո։ Անպայման գրեք ձեր վերջնական տպավորություններն ու վերլուծությունները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին։ Շնորհակալություն դիտելու համար։